Ձեզ Դավիթ։ Մի բան հագի, ստե հավաքի ու արի։ Քաշվանք։ Մամ, այսօր Մեկը լինի քեզ հարցնի։ Ուր էիր գնացել, Իլոնա, ինչի ինձ չէիր ասել։ Մամ, ինչ ա եղել, ընդամենը կես ժամով դուրս եմ եկել։ Լսի, ես անհանգստությունից մեռնում եմ։ Աղբերդ չկա, հիմա էլ դու ես տանից կորում։ Չեմ կորել։ Դու խոհանոցում էիր, ես քեզ ասեցի, երևի չես լսել։ Լսի, դու ինձ հիմարի տեղ ես դնում։ Մամա, ինչ ես ուզում։ Գնացել էի Նվարդի մոտ տետերս վերցնել։ Կարենից նորություն չկա։ Կա, զանգել էր, ձերը կտրտվում էր, ոչ մի բան չեմ լսել ինչ ասում, այստեղ ինչ-որ բան ա կատարվում։ Մամ, անիմաստ անհանգստանում ես, եթե զանգելա ձայնը լսել ես, ուրեմն կապն ա վատ ա եղել, մի անհանգստացի։ Դու ընդհանրապես լռի, հա? Ես ոչինչ չեմ մոռացել, Իլոնա, հիմա գնում եմ ոստիկանություն, բայց երբ հետ եկա, շատ լուրջ խոսակցություն ենք ունենալու։ Նոր բան կա, մանե։ Կարենն էր զանգել։ Հնարավոր է ասել ա որտեղ են իրանք, բայց ես չեմ լսել, որովհետև կապը շատ վատներ ու ընդհատվեց։ Պետք է ոստիկանությունում ասենք, որ երեխեքը կապի են փորձել դուրս գալ, որ այս ամեն ինչը շատ կասկածելի է։ Կարող է այդ զանգի միջոցով տեղը գտնեն։ Դե իմ հույսն էլ ա դա, մնում ա գործ անեն, ոչ թե այն հին երգը երգեն, որ 3 օր պիտի անցնի, երեխեքը չափահաս են։ Բայց փորձել ես հետ զանգես։ Իհարկե Անուշ, 1000 անգամ զանգել եմ, անհասանելի է։ Մյուսներին էլ եմ փորձել զանգել, բոլորը անհասանելի են։ Խր չգիտեմ էլ ինչ մտածեմ։ Մանուշ չէր կորի, ախր սենց բան չէր անի, մանե։ Գիտես Անուշ, մեկ-մեկ մեր երեխեքը այնքան անսպասելի բաներ են անում, այնքան բաներ, որ մենք չենք հավատում։ Այդ ինչ նկատի ունես։ Ուրիշ բան չմտածես, ես Մանոյի հետ կապված չեմ ասում, բայց շատ հաճախ մեր երեխեքը այն չեն, ինչ մենք պատկերացնում ենք։ Ես իմ երեխուն շատ լավ գիտեմ, մանե։ Երեխը ժամում եք զանգում ասում էր ուրա, ում հետ է ու ինչ է անում։ Գիտեմ Անուշ ջան, գիտեմ, որ Մանոն շատ չափված ձևված երեխա է։ Լավ, արի մտնենք ոստիկանություն, ժամանակ չեմ ուզում կորցնենք։ Ձեզ Դավիթ ջան, դու կողմ տառն էր խմում, չէ՞։ Տառը որն էր։ Լավ, մի րոպե մի հատ նոր եփեմ։ Նստի, սուրճի չեմ եկել։ Էդոն տանը չի։ Նկատեցի։ Զանգեմ տենամ ուրա։ Էդգարը երեկվանից չկա։ Ոնց չկա։ Տենց չկա։ Տնից դուրս է եկել երեք ու չի եկել։ Դու նոր ես նկատում։ Չէ, ես Ու հաճախ ասենց կորում, որ հանգիստ սպասում ես։ ով ա կորում։ Վարդան, Էդգարը երեք կուրսեցիների հետ գնացել է Դիլիջան։ 5 հոգի հետ չեն եկել, որոնց մեջ նաև Էդգարն է։ Լուրջ։ Չէ։ Կատակ եմ անում, որ տրամադրությունը մի քիչ բարձրանա։ Ձեզ Դավիթ։ Այսօր ոստիկանությունից են զանգել։ Ասացին, որ ինչ որ ծնողներ հայտնել են 5 կորած երիտասարդների մասին, որոնց մեջ նաև կա Էդգարի անունը։ Ինձ հարցնում էին,
Ես տեղյակ եմ, որտեղ է ինքը, թե չէ։ Հետո դուք տեղյակ եք։ Տղա, դու հայերեն հասկանում ես։ Հետը վերջի անգամ երբ ես խոսել։ Էդոյի հետ 2 օր առաջ ես գիշերը եկա տուն, ինքը մենակ չէր։ Հետո Ում հետ էր։ Ձաստավիտ Հիմա լսի ինչ եմ ասում։ Խոսքը տղուս մասին է։ Ու եթե հանկարծ Էդգարի մի բան պատահի, ոչ մեկը ձեռքիցս չկվարձնի։ Հիմա հերթով պատմում ես։ Ում հետ է հանդիպում, ում հետ է եղել նախորդ օրը, ինչ է ասել, ինչ է արել, ինչ է կերել։ Կար դե նստի էլի։ Սենց սխալ է, մի բան պետք է մտածենք։ Ստեղ սպասելը շատ սխալ է։ Յա, այդ դուն որ ասում էր ոչ մեկը չեք լսում։ Ես էլ չեմ դիմանում։ Ոչ մեկս էլ քարից չենք։ Կլինի կռվելու փոխարեն նստենք ու մտածենք ինչ ենք անում։ Ոնց որ եկել են քարանձավը շրջանցա գնացել են։ Չգիտեմ եկե հոտով գտել են, բայց հարցա թե ինչի ներս չեն մտել։ Չեն զգացել որ ներսում ենք։ Կարող է եւ չեմ զգացել։ Արա դու որտեղից ես վաբշե։ Այսինքն Դիլիջանից ես։ դե համարյա, ինչ կա որ։ Ծանոթ, բարեկամ, հարազատ։ Вообще մարդ կա որ քո համար անհանգստանում է, մանա գալիս քեզ։ Դե ոչ մեկ չգիտի որ ստեղ եմ։ Եթե մանել են գալիս, հաստատ չեմ մտածի որ ասել եմ չարձոր։ Ուր։ Այդ ինչ անուն տվիր։ Դե այս տարածքի ժամանակ են չարձոր են ասել։ Իբր ստեղ չարքեր են ապրում։ Ինչ։ Չարքեր։ Հեքիաթ էլի։ Կամ էլ չէ։ Արա դու կլնի вообще ձենդ կդրես, որ դու խոսում ես ոնց որ մտ կախարդ խոս, արա։ Հերիք է դու հասկացանք։ Վախեն եմ հաջորդ անգամ քարանձավի կողքով չանցնեմ։ Լուրջ ես ասում։ Արա դու ես ինչ խելացի տղա ես։ Նենց երեք ես вообще ուրիշ բան էի ասում, հա։ Լավ, ես նորից ծառ բարձրանամ, փորձեմ կապնվեմ, ինչ որ մեկը հեռախոս տվեք։ Հիմա վերջնական մեռավ։ Հա որ այդքան անիմաստ վիդեոներ չնկարեիր։ Բայց ես ինչ իմանայի, որ սենց պիտի լինի։ Իմն էլ գետ նկնելուց հետո չմիացավ։ Չէ, ապեր սուտ է, մեռած եմ։ Մանու։ Հա, հեսա տան։ Չկա։ Բան չկա։ Լավ նայի։ Ստեղ էր հաստատ։
Մանու ուրիշ տեղ նայի։ Ուրիշ տեղ որտեղ։ Առավոտը միացրեցի, ժամը նայեցի, էլի անջատեցի, որովհետև մտածեցի կարող է հետո պետք գա։ Ուրա է ռոխսը։ Որ մեկը տա է ռոխսը վերցրել է։ Ով պտի վերցներ է դու։ Ես քո սարքաստան չէ արա։ Արա դու հիվանդ ես արա։ Հետո լավ էլի, չես տեսնում ինչ վիճակում է, ոնց պիտի վերցներ։ Կամ այստեղ միշտ մարդ է լինում, կամ ինչի համար էր պետք։ Դե քո է ռախոսը տուր։ Ես չունեմ։ Ոնց չունես։ Ով հիմա չունի հեռախոս։ Հեռախոս ունեմ, բայց մոտս չի։ Թողել եմ ավտոյի մեջ ներքևը։ Գիտեի, որ ստեղ կապը լավ չի բռնում։ Համեր զարյատկա չկար։ Ու դու այսքանից հետո մտածում ես, որ այսի խաղեր չի տալիս։ Դու նորմալ ես ընդհանրապես։ Ոտը ջարդած տեղ անօգնական նստած է, ինչ խաղ։ Ուրեմն լսեք սաղիթ ինչ եմ ասում։ Կամ հիմա բոլորս որոշում ենք, թե այսօր ոնց ենք ստեղից դուրս գալիս, կամ ես թքած ունեմ սաղիթ վրա։ Ես գնում եմ։ Դուք մեզ ընդհանրապես լսում եք։ Ես արդեն մի քանի անգամ ձեզ բացատրել եմ կարգը։ Մանավանդ զանգնել եղել է արդեն, դա նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է։ Այսինքն դուք այդպես եք մեկնաբանում իրավիճակը։ Չեք հասկանում, որ ասում եմ կապը ընդհատվել է։ Գուցե երեխեք օգնություն խնդրելու համար են զանգել։ Բայց հնարավոր է զանգահարել են, որ ասեն ձեզ, որ ամեն ինչ նորմալ է, չէ՞։ Ես հասկանում եմ, որ դուք անհանգստանում եք, բայց խնդրում եմ ձեզ, իմ ասածները մի ընդունեք որպես մերժում։ Մենք իսկապես զբաղվում ենք, փաստեր ենք հավաքում։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի դուրս գանք նրանց հետքին։ Բայց երկու օրվա մեջ հնարավոր էր, չէ՞ մի բան գտնել։ Տիկին, մենք ամեն օր մի քանի ահազանգ ենք ստանում տարբեր ծնողներից նույն խնդրով ինչ որ ձերը։ Ու գիտեք որտեղից ենք այդ երեխաներին գտնում։ Տարբեր գիշերային ակումբներից, ինչ որ մեկի ամառանոցից։ Եկեք չթվարկեմ մնացած տեղերը, խնայեմ ձեզ։ Ու իմիջայլոց դուք 5 հոգու անուն եք տվել, բայց 2-ով եք դիմել։ Միգուցե այն 3 ծնողները ինչ որ կարևոր տեղեկություններ գիտեն։ Ես մյուսների համար պատասխանատվություն չեմ կրում։ Ես գիտեմ իմ տղային, գիտեմ, որ նա այսպես չէր կորի։ Նույնը կարող եմ իմ Մանոյի մասին ասել։ Ես ձեզ հասկանում եմ, բայց դուք էլ հասկացեք, որ միշտ չի, որ հնարավոր է լինում միանգամից գտնել, ինչ որ բաներ իմանալ։ Այդ ամեն ինչը ժամանակ է պահանջում։ Եթե մեր երեխեքին ինչ որ բան է պատահել։ Կներեք, ես ոչ մի բան չեմ կարող ավելացնել։ Պետք է մինչև վաղը սպասենք, եթե նրանք չհայտնվեն, միայն այդ ժամանակ ես կարող եմ սկսել որոնողական աշխատանքներ։ Հա, տես մի նայեք։ Հետո որ գնամ օգնությունը բերեմ, պետք է ասեք ապրես, հետո ջան։ Հետո մենակ մի գնա։ Բա ում հետ գնամ։ Աղջիկներից ում հետ էլ գնամ Դարդեն։
Քո հետ գնամ աղջիկների մոտ ով մնա։ Էս? Որ հետո գանք դրանք աղջիկների գլուխը կերելա։ Արա դու հսկանում ես ինչ ես խոսում։ Հետո աղջիկներից մեկին հետը տար։ Չէ կար։ Տենց ճիշտ է, չի կարելի մենակ գնալ, հետո։ Ես կգամ։ Դու թույլ ես։ Կասեի ես։ Բայց Բայց արի ոչ մի բան էլ մի ասա։ դե մնում եմ ես։ Ես կգամ։ Լիլիթ, եթե վախենում ես, Այդ Կարենը ճիշտ է ասում։ Եթե ինչ-որ մեկից մի բան լինի, գոնե մյուսը լուր կհասնի։ Լավ, որ տենց գնում եք։ Ճանապարհ գիտեք, գտնելու եք։ հա, այդքան էլ անճար չենք, ես էլ ջունգլիները չի, որ մի քիչ քայլենք, ինչ-որ մի բնակատեղ կճարենք։ Դե նայած ոնց քայլես։ Հետո չմոռանաս ծառերի վրա նշաններ անես։ Գնացի։ Որ մութ ընկնի, ճանապարհը մի շարունակեք։ Սպասեք, միտեղ թող լույսը բացվի, առավոտ կգնաք։ Արելի։ Չգիտեմ ճիշտ էր թե սխալ։ Ես էլ։ Տիկին հանգստացեք։ Պետք չի վաղը մտածել։ Ախր ինչ Վրաստան։ Իրանք լրիվ ուրիշ պլաններ ունեին։ Ես վստահ եմ, որ ոչ մի Վրաստան էլ չկա։ Բա այդ դեպքում ձեր աղջկա հաղորդագրությունը սոցցանցերում տեղադրած։ Դրա մասին ինչ կասեք։ Ես հասկանում եմ Լիլիթը ինքն է ասում, որ գնում են Վրաստան։ Բայց դուք է հասկացեք։ Գուցե իրան ստիպել են, հնարավոր է համոզել տարել են ու հիմա Աստված գիտի ինչ է կատարվում։ Սա նման չի թրաֆիկինգի դեպքի։ Ինչ գիտեք, որտեղից այդքան վստահություն։ Տիկին, խնդրում եմ հանգստացեք։ Ես կփորձեմ հավելյալ ճշտումներ անել։ Դուք էլ եթե ինչ-որ կասկածելի բան նկատեք կամ իմանաք, ինձ զանգեք, լավ։ Հիմա ինչ, կսկսեք որոնել, հա։ Այո։ Արտակ զբաղված ես։ Գնարեք, կսպասեմ։ Չէ, արի Դավիթ ջան։ Տիկին, խնդրում եմ, գնացեք տուն, մի օր սպասեք։ Ես կփորձեմ նորություն իմանալ ձեզ ասել, լավ։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Արի Դավիթ ջան, նստի։ Այս ինչ պատմություն է։ Հեչ, աղջիկ ընկերների հետ Վրաստան ա գնացել։ Տուն ասել է Դիլիջան եմ գնում, բայց ոնց հասկանում եմ Վրաստան ա գնացել, կապի էլ դուրս չի գալիս։ Մի խոսքով սովորական պատմություն է, մի երկու օրից կգան։ Ինչ գիտես կգան։ Այ Դավիթ ջան, դու գիտես որ քանի այսպեսի ծնող ենք ընդունում։ Իմ երեխան կզանգեր, իմ երեխան այդպեսի բան չի անի։ Բայց այդպես չի էլի։ Իմ տղան էլ այդ խմբի մճարտակ։ Դրա համար եմ եկել։ Ես չես ասում։ Ոնց։ Տենց։ Այս կնոջ աղջկա անում ինչ է։ Տիկին Լիդա։ Դուք Լիլիթի մայրն եք։ Այո։ Էդգարը տղաս է։ Ոնց հասկանում եմ իրար հետ են ճանապարհ ընկել։
Չի միջև էդ կորած չենք։ Է դուր են գնում, սենց ինչքան։ Միջև դուրս գան գյուղի վրա։ Հիմա որ դուրս չգանք։ Արա դե հերիքը էլի հասկացանք վայ։ Կարող է դուրս չգանք, կարող է հետ չգնանք, կարող է մեռնենք։ Նվնվան երեխու պես սարայի։ Ոչ մի բան մի խոսա, ուղղակի սուսուփուս արի։ Հետ չխոսամ ընդհանրապես։ Ձայնդ կտրի ուղղակի արի։ Вообще պետք է մենակ գայի, ավելի արագ կտեղաշարժվեի, բայց չէ ինչ անընդհատ նվնվում ես, հա ջուր էլ քիչ խմում, էդ էլ է հոգնացնում, մի կես ժամ էլ քայլենք, կանգնենք 10 րոպե կհանգստանանք, ինչ արա, Լիլ Լիլ Լիլի Լիլ Լիլիթ Ցավը մեղմացել է։ Հա։ Դե լավ է։ Դեր ասես կոտրված կա թե։ Հա, կոտրված կա։ Բայց լավ կանես ոտքդ տենց անշարժ դիրքով պահես։ Ահա, դե որ սենց կապած է հանգիստ եմ։ Դու ենք շանս ունեն։ Ինչ շանս։ Օգնություն բերելու։ Դու ենք շանս ունեն, քանի շուտ է հետ գալու։ Իսկ եթե առաջ գնան ու հետ չգան։ Դե եթե կարողան հասնեն մոստին, կարող է մի բան ստացվի։ Ախ, բայց այդ մոստը 100 տարվա հին մոստա, ճոճվող։ Շատ վտանգավոր է։ Ամեն պահի կարող է փլվի, եթե արդեն չի փլվել, էլի։ Իսկ բացի այդ մոստից ուրիշ ճանապարհ չկա։ Կա, ձորի վրայով։ Այս կհիշացնես այդ օնկար մեր թռներ։ Դե ամենայն դեպս սխալ արեցինք, էլի որ թողեցինք գնան։ Ինչ եղավ քեզ։ Արամի ոտքը։ Շատ վատ է։ Տարօրինակ է, բայց շատ արագ է սևանում։ Գույնը տեսար։ Այդ ինչ է նշանակում։ Փակ կոտրվածք է, չգիտեմ։ Կարող է ներքին արունահոսություն լինի։
Դե հա, երեք է ոլորել։ Չի ոլորել, կոտրել է։ Ես չգիտեմ, հնարավոր է Արյան ինչ-որ խնդիր է ունեցել կամ Արյան կուտակում է։ Փակ կոտրվածք է, չեմ կարա հստակ ասեմ, ռենգենի ապարատ չեմ։ Մենակ մի բան կարամ ասեմ, որ արտաքինից ոտքի վիճակը շատ վատ է։ Ինչքան կարանք շուտ պետք է հասցնենք իրան հիվանդանոց։ Լավ, Էդոն հաստատ օգնություն կբերի ու… Էդոն, որ կարողանա գոնե ինքն իրան հետ բերել, լավ կլինի։ Ինչու ես սենց վատատես։ Ինչի իմ կյանքում լավատես լինելու առիթներ ունեմ։ Մենք են դեպքից հետո տենց էլ չենք խոսել, ես ուզում էի խոսեինք։ Ես քո հետ խոսալու ոչ մի բան չունեմ։ Ես այդ օրը փորձում եմ մոռանամ ու քեզ էլ խորհուրդ կտամ։ Կամ մոռացի, կամ գոնե ձևացրու, որ մոռացել ես։ Ես ուզում եմ, որ դու ճիշտն իմանաս։ Դու կարող ես լավ չես հասկացել, թե ինչ է կատարվում, բայց… Կարեն, ասեցի չեմ ուզում խոսամ այդ թեմայով։ Ինձ հերիք ամենակ են, ինչ ես հիշում եմ։ Ես էլ չգիտեմ ինչ անեմ։ Ինչ ասեցին ոստիկանությունը։ Ոչ մի նոր բան։ Ասեցին, որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նորմալ է, որ մենք պիտի սպասենք մինչև վաղը երեկոյան։ Ինչ ես գույնդ տենց գցել։ Ես։ Չեմ, ոչ մի բան, քեզ թված ուղղակի թե էի դնում շաքարավազը պատահաբար թափեցի։ Լսի Իլոնա, դու հաստատ չգիտես ախպերդ ուրա։ Քեզ ոչ մի բան չի ասել, հա։ Չէ, մամ, ոչ մի բան չգիտեմ։ Ինչ անեմ, դուրս գամ փողոց Կարենին ման գա։ Ինչքան անտարբեր ես։ Լինում էր, որ դուք Կարենի ընկերների հետ միասին ինչ-որ տեղ էիք գնում, ժամանակ էիք անցկացնում։ Մտածեցի, որ կարող է ինչ-որ բան ասած լինեն։ Չէ, ոչ մի բան չգիտեմ։ Հենց նորություն իմանամ, անպայման քեզ կասեմ։ Մամ, կլինի հանգստանաս։ Կարենին ոչ մի բան չի եղել։ Հիմա ինքը իր անկերների հետ լավ ժամանակ անցկացնում է, իսկ դու այստեղ անհանգստանում ես։ Ինչ եք բոլորդ վստահ, որ ամեն ինչ նորմալ է, որ ամեն ինչ կարգին է, որ ոչ մի անհանգստանալու առիթ չկա։ Էդ ինչ գիտեք դուք, որ մենք չգիտենք։ Մամ, ձեր ժամանակները անցել է։ Հիմա մենք չենք սպասում հարմար առիթի, ապրում ենք հենց այս պահին ու այստեղ։ Կարենը մեծ տղա է ու ինքը գիտի ինչ անում։ Ես գաղափար անգամ չունեմ, թե ինչա կատարվում են աշխարհում, որի անունը որ դուք դրել եք զարգացած։ Ու մարդկանց էլ համոզում եք, որ դա նորմալ է։ Ոչինչ կհամակերպվես։ Համոզված եմ, որ Կարենի հետ ամեն ինչ նորմալ է։ Ու եթե զանգել է, հաստատ էլի կզանգի։ Կար չիպս։ Ինչա որ։ Սովորական։ Բեկոն կա։ Հա, կա։ Վիկ չիպս։ Չէ, մերսի, ես ունեմ։ Արամ։
Նրանք սպասում էին փրկության։ Հույսը քիչ-քիչ դառնում էր աննշան։ Եվ միայն մի բան էր ապրեցնում։ Սպասումը։ Այդ գիրքդ ինչի մասին է։ Սկզբում սիրո պատմություն էր, բայց ոնց հասկացա, այս պատմությունն է դառնալու գիրք։ Ասա, այս պատմությունը դրական կողմ էլ ունի, էլի։ Դրական կողմ կունենա, եթե ստեղից դուրս գանք։ Դուրս կգանք։ Հենց 2 ժամից մութը կընկնի։ Դու ասա ընկերդ իմ ինատ ու ճանապարհը չշարունակի։ Դեմ գիտի ինչ ա։ Իլոնա! Իլոնա! Ասա, մամ, ինչ ա եղել։ Հեռախոսս չեմ գտնում, չես տեսել որտեղ է։ Դու էլի ինչ որտեղ ես գնում։ Հիմա ինչ ա եղել։ Լիդան էր զանգել, ասում էր, որ ծնողներով հավաքվենք, տեսնենք ինչ ենք անում։ Գուցե մի նորություն ունի։ Մամ, դուք արդեն ոստիկանություն եք դիմել։ Կթողեք այդ մարդիկ հանգիստ աշխատեն, մի խանգարեք։ Ոստիկանները, Իլոնա։ Մեզ ոչ մեկը չի օգնի։ Ինչ ամենք պիտի ձեռքներս ծալած նստենք։ Լավ կլիներ, որ դու էլ մի բանով մեզ օգուտ տայիր։ Կլինի ներվայնությունը իմ վրա չթափես։ Ես մեղավոր չեմ, որ Կարենը իհարկե քո ենթադրությամբ կորել է։ Դու դա չես հասկանա։ Եթե օգուտ չես տալիս, ավելի լավ է լռես։ Ես հիմա դուրս եմ գալիս, տանից դուրս չգաս, հասկացար։ Հա, եղավ, ինչ ուզում ես արա։ Հեռախոսդ էլ լենա։ Լիլ ուր ես։ Լավ հասկացանք, հա, ես էլ տակացականներ ես։ Լիլ! Լիլ! Ուր կորավ։ Կամ որտեղ պտի կորեր, հա? Լիլ! Լիլ! Հələ փորձի տես ինչ համով կոնֆետներ են։ Ինչա որ։ Վաֆլիով շոկոլադա։ Շատ համով է, համ վաֆլինա շատ համով, համ էլ շոկոլադը։ Դե կեր կտեսնես էլի։ Փորձեմ։ Իրոք շատ համով է։ Համով է, շատ համով է։ Տեսնես մեր խանութում կա։ Ուշանում ալի դա։ Ասեց արդեն հասնում են։ Հասնում են։ Ինչի ում հետ է։ Դե կգաք իմանանք։ Անուշ կարող է երեխեքին ա գտել։ Կարող է երեխեքի հետ ա գալիս։ Չէ, լավ էլի։ Եթե նման բան լիներ, մի անգամից կասեր։ Չնայած էդ էլ ես ճիշտ ասում։ Մանե, իսկ կարող է սկսենք արդեն ինտերնետով նկարները տարածել։ Գուցե տեսնող եղած լինի։ Իսկ եթե պարզվի, որ ամեն ինչ նորմալ է, գիտես Կարենը ինձ ինչ օրը կգցի։ Էդ ես եմ Կարենիդ էլ Մանոյին էլ շանուրը գցելու։ Մի հատ էլ զանգի, էլի խնդրում եմ, էլ չեմ դիմանում։ Իրանք են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աղջիկներ ծանոթացեք Էդգարի հայրն է։ Դավիթ։ Դուք էլ ոչ մի նորություն չունեք։ Չէ։ Լիդա ջան, ես էլ մտածեցի ինչ որ նորություն ունես։
Մանե ջան, դե նորությունը այն է, որ Դավիթի ընկերը քննիչ է ու խոստացա, որ հենց այսօր կճշտի երեխեքը սահման անցել են թե ոչ։ Վերջապես։ Գիտեք, քանի օր չենք կարողանում հասնել նրան, որ մի բան ձեռնարկեն։ Ճիշտն ասած, ես եմ խնդրել Լիդային, որ կազմակերպի այս հանդիպումը։ Ուզում խոսենք։ Ուզում եմ, որ մեկս ինչ ինֆորմացիա ունի ասի, փորձեմ կապել իրար, փորձեմ հասկանալ, ինչ կարող էր պատահել։ Դուք էլ եք մտածում, որ ինչ-որ բան ա եղել։ Չեմ բացառում, բայց չեմ էլ ուզում, որ վախենաք, հուսամ, որ մեր անհանգստությունը անտեղի է։ Իսկ ձեր ընկերը երբ մի բան կպարզի, երբ մի բան կիմանա։ Չգիտեմ։ Պիտի սպասենք։ Էդգարի մեքենայով են եղել, չէ՞։ Հա։ Խնդրել եմ մեքենան էլ փորձեն գտնել։ Դավիթ ջան, իսկ ով զանգեց ձեզ, ասեց, որ երեխեքը չկան։ Ոստիկանությունից էին զանգել, ոնց հասկանում եմ ձեր գնալուց հետո։ Անունները տվել եք, փորձում էին ճշտել։ Իրանց հետ մի հոգի էլ կար, չէ՞։ Հա, Վիկանա։ Մի տարօրինակ աղջիկ ունենք կուրսում։ Այն բժշկի աղջիկը։ Հա։ Այդքան էլ Լիլիթին ասեցի, հեռու մնա դրանից։ Ինչ օգուտ։ Իսկ ինչի հեռու մնա։ Դե մյուսներից շատ տարբերվող աղջիկ է։ Չգիտեմ, իր հակո կապով, վարքով։ Հեսա նույնիսկ ծնողները չեն անհանգստանում։ Իսկ միգուցե չեն անհանգստանում, որովհետև գիտեն, որտեղ է իրանց աղջիկը։ Հա, ճիշտ է։ Իսկ համար ունեք իրանցից, կարող են կապ հաստատել։ Հիմա կուրսի ավակից ճշտ եմ համարը։ Լիլիթը ասում էր, որ Վիկան ոչ ոքի հետ չի շփվում, բոլորից հեռու է պահում իրան։ Դասերից էլ անընդհատ բացակայում էր։ Ամենայն դեպս ծնողների հանգստությունը այս բանին տարօրինակ է։ Գոնե իրենք մի բան իմանային։ Կուրսի ավակը ասեց, որ համարը կճշտի ու ինձ կուղարկի։ Լավ, ես գնամ։ Հենց ինֆորմացիա ունենաք, զանգեք ինձ։ Իհարկե, անպայման Դավիթ։ Մեկ էլ հենց Վիկայի ծնողների համարը ճշտեք, ուղարկեք ինձ, ես կզանգեմ, որ հետ կխոսեմ։ Շատ լավ։ Վիկա։ Ինչ ես անում։ Ուզում եմ հասկանամ այս ամենը մեզ քանի օր կհերիքի։ Հա լավ, անտառում ենք, ուտելու բան կգտնենք։ Կամ գայլերը մեզ կգտնենք ուտել։ Մանու, որ կարողանայինք հեռախոսդ գտնենք շատ լավ կլներ, կփորձեի նորից կապնվեմ։ Կար, չգիտեմ ինչ ասեմ, կարող եմ միտեղ ընկել է։ Բայց ցերեկ ասում էր, որ դրել ես պայուսակիդ մեջ։ Հա, ասել եմ, բայց հետո կարողա դրել եմ գրպանից դուրս եմ եկել, ինչ որ միտեղ ընկել է, չեմ հիշում, չգիտեմ։ Մանու ի՞նչ է նշանակում չեմ հիշում, մի հատ կենտրոնացի։ Հասկանում ես, որ դա հնարավոր է մեր միակ փրկությունն է։ Հա լավ, ինչ պատմություն սարքեցիք։ Կգան կգտնեմ մեզ, հո այստեղ չենք մնալու։ Ձեզ լրիվ դրեցի կինոյի հերոսների տեղ։ Lee!